Ալբերտ Լալայանն ապրում է Ջիլիզագյուղի Գոմակ կոչվող թաղամասում Գետակի ափին, որ նաև հայ-վրացական սահմանն է։ Բայց սա որը վրացքերի հետ վիճի մեջ եմ, անասունն ասկենում կամ իրանք են գալի մի ուրիշ առիթ են գտնում, քանի հետ առիթ էլ է, փորձել են բռնեն տանեն, խփել ենք իրար, ավտոմատ ենք խլել։ Գյուղի եզրով անցնող գետակը, եթե անցնեն ու մյուս ափի Չանախչի գյուղ գնան, դառնում են սահմանախախտ։ Բայց սահմանախախտներն ավելի հաճախ մյուս ափին առվույթ փնտրող անասուններն են։ Ամբողջ տարածքը փշալար չկա, ամբողջ տարածքում սահմանապանները չեն կարող ամեն մետրը հսկել եւ շատ դեպքերում անասուն անցնում է եւ ոչ մեկը չեն տեսնում։ Խորհրդային տարիներին անցուդարձ է եղել, երկու գյուղ իրար աղջիկ են տվել։ Հիմա սահմանը բաժանել է Քեռի ու Զարմիկ, Պապ ու Թոր։ Առայժմ արգելված չէ գետակի երկու ափերից գորգորալով իրար լուր տալը։ Իմ հարևանս էր, մարդեր դեպքը պատահել էր, հարազատությունը չէր կարող գան։ Ժողովուրդը այն կողմից շարված, լացում են այն կողմում, բայց անցնելու հնար չկա։ Խնամյական կապեր խզած գետակի խնդիրը գյուղի գլխավոր հոգսն է, որի մասին գյուղապետը հաճախ հիշեցնում է երկրի իշխանություններին։ Նկատի ունեմ, որ կարողանան բնակիչները գոնե ոտքով մեկը հեշտացված ձևով անցնեն մյուս համայնքները եւ հետ վերադառնան։ Եթե ոչինչ չփոխվի, հարևան գյուղերում ապրող հարազատները երկու բար փոխանակելու համար ստիպված էլի 200 կիլոմետր ճանապարհ պիտի անցնեն։ Հրաչյա Պապինյան, Արման Տիտանյան, օրակարգ։